Սան Ֆրանցիսկոյում Վեյմոն դարձել է Վեյմամ ինքնավար մեքենան ընթացքի մեջ էր, երբ լույս աշխարհ եկավ ամենաերիտասարդ ուղևորը առանց վարորդի օգնության։ Սխալ փորված փոսը շատ արագ վերածվել է Breaking News-ի, առավոտը բարի չէր Սան Ֆրանցիսկոյի համար, գազի խողովակը վնասվեց, ապա հզոր պայթյուն որոտաց։ Ջրհեղեղներ, սողանքներ, փակված մայրուղիներ ու տասնյակ հազարավոր տարհանումներ։ Սկակիտ գետը սպառնում է ռեկորդ սահմանել Մաունտ Վերնոնն էլ ցամաքից դառնալ թերակղզի։ Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու վրա երթի ենթարկել վազորդների խմբին, բարեբախտաբար բոլորը ողջ են, վարորդը ձերբակալված է մեղադրանքների փաթեթով։ Պաշտպանական փաթեթը 312 կողմ 112 դեմ ձայներով, Ուկրաինային 800 միլիոն, Իսրայելին ընդլայնված աջակցություն։ Թրամփը բավարարված է դեմոկրատները ոչ այնքան, օրինագիծը սենատի շեմին է։ Ներքին անվտանգության քարտուղարը կրկին պաշտպանեց խիստ ներգաղթի քաղաքականությունը, դեմոկրատները նրան անվանեցին կեղծարար, հանրապետականները քաջ, Նոեմը խոստացավ չի նահանջելու։ ԱՄՆ լուրերին կմիախառնենք հայ-ադրբեջանականը, սահմանազատում գրեթե առանց քարտեզի, առանց վերջնաժամկետի ու առանց բացատրությունների։ Գործընթացը փոխում է ոչ թե քարտեզը, այլ մարդկանց կենսագրությունը։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, հուսամ լավ եք, տրամադրությունն էլ նախատոնական։ US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ շնորհակալ ենք, որ նոր եք միանում ալիքին, բաժանորդագրվեք, լայքեք լուրերն ու տարածեք։ Իսկ մենք սկսում ենք։ Սկսենք Սան Ֆրանցիսկոյից։ Ինքնավար Վեյմո մեքենան անսպասելիորեն դարձել է ծննդաբերության վայր, երբ մի կին երեխայի լույս աշխարհ բերել հենց ուղևորության ընթացքում։ Կինը շտապել է UCSF բժշկական կենտրոն, բայց ծննդաբերությունը սկսվել է ճանապարհին։ Վեյմո ընկերությունը հայտնում է, որ իրենց հեռավար վերահսկման թիմը նկատել է անսովոր շարժ, կապվել ուղևորի հետ եւ անմիջապես զանգարել 911։ Մայրը եւ նորածինը մեքենայով անվտանգ հասել են հիվանդանոց։ Ըստ ընկերության, նորածին ամենայն հավանականությամբ ամենաերիտասարդ մարդն է, որը երբևէ ուղևորվել է ինքնավար մեքենայով։ Այս բացառիկ ու ինչ-որտեղ հրաշք լուրը սակայն չի ստվերել Վեյմոյի վերջին օրերի մեկ այլ, բայց բացասական կերպարը։ Տեքսասում գրանցվել են միջադեպեր, երբ ավտոմեքենաները չեն կանգնել երեխաների իջնեցնող դպրոցական ավտոբուսների ետնամասում ստոպ ազդանշանի պայմաններում։ ԱՄՆ ճանապարհային անվտանգության վարչությունը հետաքննում է շուրջ 700 նման դեպք։ Այսօր առավոտյան Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում գազի պայթյունը մեծ հրդեհ է առաջացրել, վնասելով տներից մի քանիսի ապակիները եւ տարածքում առաջացրել խիտ ծուխ։ Հրշեջ ծառայությունը հայտնում է, որ 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց տարբեր աստիճանի վնասվածքներով։ Սոցիալական ցանցերում հայտնված տեսախցիկի կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունը ցնցում Հեյվարդ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկը։ Pacific Gas and Electric ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ուղղակի շինարարական խումբ է այդտեղ աշխատել առավոտյան ժամը 7:35-ին ու վնասել է ստորգետնյա գազատար խողովակը։ Գազի մատակարարումը դադարեցվել էր 9:25-ին, սակայն դրանից քիչ անց տեղի է ունեցել պայթյունը։ Վաշինգտոն նահանգում այսօր հայտարարվել է արտակարգ դրություն անընդհատ եւ ուժ գնացող տեղումների հետևանքով գետերը դուրս են եկել հունից, տեղի են ունենում սողանքներ, ճանապարհներ են փակվում, իսկ տասնյակ հազարավոր բնակիչներ գտնվում են տարհանման հրամանների տակ։ Վերջին 24 ժամում մի շարք շրջաններում մինչև 6 դյույմ 15 սանտիմետր տեղումներ են գրանցվել։ Օրեր շարունակ տևող տեղումների պատճառով նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը հայտարարել է արտակարգ դրություն, զգուշացնելով, որ աղետը կարող է վտանգել կյանքեր։ Նոր կանխատեսումները ցույց են տալիս, որ Սկակիտ գետը կարող է հասնել մինչև 42 ֆուտի 13 մետրի կոնկրետ քաղաքում եւ 39 ֆուտի 11 մետր Մաունտ Վերնոնում, իսկ նոր մթնոլորտային գետը կարող է մոտենալ արդեն կիրակից։ Չնայած ցուցանիշները փոքրինչ նվազել են նախորդ կանխատեսումներից, քաղաքապետ Պիտեր Տոնովանը զգուշացնում է դեռևս առկա է վտանգը։ Մաունտ Վերնոնը 2003-ից ինչ-որ չափով մշտապես տուժում է ջրհեղեղներից։ 2018-ին կառուցված պաշտպանական պատը այսօր կրկին լարված փորձության առաջ է կանգնած։ Ջուրը արդեն ասել է պատի ստորին եզրին։ Բըրլինգտոնում իրավիճակը ավելի կայուն է, գետի մակարդակը բարձր է, բայց վերահսկելի։ Այնուամենայնիվ տարհանման հրամանները շարունակում են մնալ ուժի մեջ։ Նահանգային 90 մայրուղու սողանքը փակել է մի հատված, մեքենաները թողնելով ծառերի, ճյուղերի եւ ջրի մեջ։ Անահայմում հարբած վիճակում վարելու եւ մեքենայով դպրոցական վազորդների խմբի վրա մխրճվելու մեղադրանքով ձերբակալվել է 27-ամյա մի երիտասարդ պատահարը արձանագրվել է 3 երեկոյան Անահայմի ավագ դպրոցի վազորդների թիմի 8 անդամներ
մարզիչի հետ սպասում էին Խաչմերուկի հարավարևմտյան անկյունում, երբ նարնջագույն Toyota Corolla-ի վարորդը դուրս է եկել ճանապարհից ու վրաերթի ենթարկել նրանց։ Տուժածների մեջ էին 16 եւ 17 տարեկան 7 աշակերտ տղաներ ու աղջիկներ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոցներ տարբեր աստիճանի վնասվածքներով։ Բուժանձնակազմի գնահատմամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վարորդը Անահայմի բնակիչ Էնթոնի Ալվա Պալաֆոքսը նույնպես տուժել է վթարում եւ տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանությունը շարունակում է պարզել վթարի հնարավոր այլ հանգամանքները։ Սան Գաբրիել հովտում Ազուսա քաղաքինքից 210 ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել Ամազոնի բեռնատարի մասնակցությամբ, որի վարորդին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց քննության մեջ ներառված է նաև մուգ գույնի սեդան, որը կանգնած էր Մայրուղուց դուրս նույն ուղղությամբ։ Իրավապահները գիշերը սկսել են տարածքի զննումը, սակայն առավոտյան որևէ լրացուցիչ տեղեկություն չեն հրապարակել։ Ականատեսներն ասել են, վթարից հետո սեդանից 3 հոգի դուրս է եկել ու դիմել փախուստի։ Վենտուրա շրջանի լեռներում այսօր առավոտյան գրանցվել է երկրաշարժի փոքր, բայց ինտենսիվ շարք։ Ուժգնությունները եղել են 2.2-ից 3.3 մագնիտուդի սահմաններում։ Առաջին ցնցումը 2.5 մագնիտուդ տեղի է ունեցել ժամը 10:21-ին Ֆիլմոր քաղաքից մոտ 15 կիլոմետր հյուսիս-արևմուտք, 10 կիլոմետր խորությամբ։ Հաջորդ 30 րոպեների ընթացքում նույն տարածաշրջանում գրանցվել են եւս 6 ցնցումներ։ Վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։ USGS-ը հիշեցնում է, որ Կալիֆոռնիայում ամեն տարի գրանցվում են հազարավոր երկրաշարժեր, սակայն դրանց մեծ մասը թույլ են։ Մինչև 3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները սովորաբար չեն զգացվում, իսկ 4 մագնիտուդից բարձր երկրաշարժերը տարեկան լինում են ընդամենը 15-ից 20-ը։ Եվ նախքան հաջորդ լուրերին անցնելը, շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին։ Կոզանյան Meat and Liquor Market, վայր, որտեղ առօրյա գնումները դառնում են հաճելի սովորություն, իսկ նախատոնական եւ տոնական գնումները կանխատեսելի ու վստահելի։ Մթերքների հարուստ ընտրանի, անթերի սպասարկում եւ մշտապես բարձր որակ։ Կերիս Մամս Բեքերի, ձեր սեղանի անփոխարինելի համերը, Մամս լավաշը, թարմ հացաբուլկեղենը, ինչպես նաև կիսապատրաստի ուտեստների լայն տեսականին ստեղծում են այն ջերմությունը, որը սպասում ենք հայկական տան անկյուններում։ Այս ամենի համար այցելեք Գլենդելի թոնրատուն։ Cosmopolis ռեստորան բանկետ հոլը արդեն շնչում է ամանորյա սպասումով եւ հուշում։ Լավ երեկոն ունի 3 նախապայման։ Հարազատների ներկայություն, բարձրակարգ երաժշտություն եւ անթերի ուտեստներով լի սեղան։ Cosmopolis-ը վստահեցնում է, առաջին պայմանը ապահովել է ձեզ է վերապահված, իսկ տրամադրությունն ու համեղ մթնոլորտը իրենք կհոգան։ Ամրագրեք ձեր տեղերը, քանի դեռ հասանելի են։ Եվ շարունակենք լուրերը ու մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքաղաքական անցուդարձին կանդրադառնանք, գնանք մի պահ Հայաստան։ Հայ-ադրբեջանական սահմանազատումը քարտեզները փոխում է ավելի արագ, քան դրանց մասին հրապարակվող պաշտոնական տեղեկություններն են։ Ժողովուրդն էլ փորձում է հասկանալ, այս ամենը վերջ-ի-վերջո սահմանների վերաձևում է, թե իրականում մեր անվտանգության նոր ճգնաժամի սկիզբը։ Տավուշում տեսանք, թե ինչ է նշանակում, երբ սահմանագիծը հանկարծ մոտենում է մարդկանց տներին, բառի ամենախիստ իմաստով, երբ սահմանը ճշտվում է, իրական կյանքի կենսագրություն է փոխվում, որովհետև ընտրություն չունես։ Կենսաչափական ժամացույցը չի կարող կյանքը ետ պտտել ու ջնջվում է անցյալդ Ctrl-Shift-Delete-ով։ Որոշ ընտանիքների համար երկիրը դառնում է գնալու կամ մնալու դժվար ընտրություն։ Այսօր արդեն գործընթացը տեղափոխվում է ավելի լայն տարածք, հյուսիսից հարավ, բայց ինչպես միշտ, առանց հրապարակված քարտեզների, առանց վերջնաժամկետների, առանց այն հստակ խոստման, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը չի դառնա հերթական փոխզիջման գինը։ Հասարակությունն էլ բնականաբար հարց է տալիս. եթե 3 տաբուշներ, վաղը որ հատվածն է լինելու, եւ ամենակարևորը, որտեղ է կանգ առնելու այս գիծը, որը հիմա ոչ թե քարտեզի վրա է շարժվում, այլ մեր պետական ինքնազգացողության վրա։ Այս նյութում փորձելու ենք հասկանալ ինչ է իրականում նշանակում այս փուլով սկսված սահմանազատում, ինչ վտանգներ եւ ինչ հնարավորություններ է այն բացում, եւ ինչու է կարևոր գնալ անցյալ, որ ժողովուրդն այս գործընթացում լինի ոչ թե դիտորդ, այլ պահանջատեր։ Սահմանազատում կամ ինչպես են վերափոխվում շփման գծերը։ Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովների 12-րդ նիստը օրերս անցկացվել է ադրբեջանական Գաբալայում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության կողմերը պայմանավորվել են սկսել սահմանազատման հիմնական աշխատանքները հյուսիսից հարավ, Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանային հատման կետից մինչև Հայաստան-Ադրբեջան-Իրան սահմանային հատման կետ։ Ինչ ժամկետներում եւ որ քարտեզներով են դրանք իրականացվելու հայտնի չէ։
Առայժմ սահմանազատված է Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածը։ Այս գործընթացն ուղեկցվեց բուռն իրադարձություններով Ադրբեջանը Հայաստանից 4 գյուղ պահանջեց։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե նշված հատվածի սահմանազատումը տեղի է ունենալու 1976 թվականի քարտեզներով, ինչը ենթադրում էր Հայաստանի տիրապետության տակ գտնվող 4 գյուղի հանձնումն Ադրբեջանին, թեև Փաշինյանը նշում էր, որ գյուղերը ոչ թե հանձնվում, այլ վերադարձվում են։ Ժորժ ջան, Տավուշի մարզում երբ է Ղզլ հաջելի գյուղ եղել։ Երբ է եղել այդպես բան։ Երբեք չի եղել։ Երբ է Խերեմլի գյուղ եղել Տավուշի մարզում։ Չեք գտնեմ արդյոք այս process-ից առաջ մի հատ նոր ընտրություններ լինի, եթե կընտրվեք, արդեն ժողովուրդ կվստահի ձեզ ձեր մտածած ձևով կանեք, եթե չէ։ Վերքաբերում Կիրանցում ու Ոսկեպարում մարդկանց հետ հանդիպումներում Հայաստանի վարչապետը բացատրում էր, թե ինչու իրենք պետք է համաձայնեն այդ գործընթացին, անգամ այն պարագայում, երբ ոմանց տներն ու տնտեսությունները կարող են ադրբեջանական կողմում հայտնվել։ Մենք հիմի կարանք ստեղից դուրս գան, գնանք ասենք չէ, չկա էնել չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմն է սկսելու։ Պատերազմի սպառնալիքով ուղեկցվող գործընթացով խախտվում է միջազգային իրավունքը, սա իրավապաշտպանների արձագանքներ, տեղացիների արձագանքն էլ դրական չէր։ Բայց մենա տունը սա իմ տեղը, ու թուրքը կյալտիստիկան էր։ Ով համաձայնակ է մեր տանն ապրի։ Դժգոհությունները ձևավորեցին Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, այն ղեկավարում էր Տավուշի թեմի առաջնորդը, նպատակը միակողմանի գործընթացի չեղարկումն էր։ Մեր հողերը չկորցնենք, վերջի ինչքան կարելի է, Ղարաբաղը կորցրեցինք, Տավուշը կորցնենք, այն վաղը մեզ օրս այն Սյունիքն են կորցնելու, Վարդենիսն են կորցնելու, ամբողջ Հայաստանն են կորցնելու։ Շարժումը հետաձգեց, բայց չկասեցրեց սահմանազատումը։ Ադրբեջանցի սահմանապահներն այժմ տեղակայված են Կիրանցի նորակառույց դպրոցից մինչև 100 մետր հեռավորության վրա, իսկ գյուղի երկայնքով այս պատն է ձգվում։ Մենք որոշեցինք, որ հենց դպրոցի երկայնքով, որը գիտեք հատուկ տենց անհանգստության առիթ էր, պատ կառուցել, այս պատը կառուցել, որպեսզի տենց ավելի կոմֆորտ իրավիճակ։ Հիմա ծառայությունը շարունակում առանց սաղավարտների, Ռասական սահմանային ծառայության եղանակով երկկողմանի, թե մեր սահմանապահների թե Ադրբեջանի։ առանց զրահաբաճկոն, Սաղավարտ եւ առանց զրահաբաճկոն։ Ընդդիմությունն առաջարկում է շարունակել սահմանազատումը հարավից հյուսիս, այնպես որ Ադրբեջանը դուրս բերի զորքը Հայաստանի օկուպացված տարածքներից։ Ադրբեջանցիք տարածք են գրավել ներքին հանդում, դուրս կգային, կկարգավորվեր Շուրնուխի ճանապարհի հատվածը, հետո կբարձրանայինք Սևլիջ, հետո կբարձրանայինք Ջերմուկ։ Ինձ մնար, անկեղծ ասած, Հայաստանի սահմանազատումը կսկսեի բան, ինչ անունը։ Խաղաղ օվկիանոսից կարող ավարտեի Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա բացի մեզնից կան 200 հատ էլ պետություն։ Որևէ բան կարող են կանել, երբ որ երկկողմ համաձայնություն կա այդ մասին։ Երկկողմ համաձայնության ուղղությունը հյուսիսից հարավ է։ Այնտեղ մենք ունենք սահմանազատված կտորներ, որոնք այո, անվտանգության երաշխիք են։ Մենք ուզում ենք այդ կտորները դարձնել մոնոլիթ, ամբողջական։ Դուք ասում եք ներքին հանդ, մենք համաձայն ենք դրա հետ, բայց ենթադրենք դա չի նշանակում, որ մենք Բերթավան կամ մյուս գյուղի բնակչի անվտանգությունը կամ նույն Բաղանից գյուղի կամ նույն Կոթի գյուղի բնակչի անվտանգությունը ասում ենք չէ, այնտեղ ավելի կարևոր է, քան այնտեղ չենք ասում։ Որտեղ կա, այսինքն այդտեղ մոնոլիթ իրականացնելը շատ լավ արդյունք կլինի։ Կհաջողվի որևէ փուլում հասնել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի դեօկուպացիային։ Իշխանությունները հույս ունեն, որ այո, մոտ ապագայի համար մեկ հստակ համաձայնություն կա։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները հաջորդ հանդիպումը կանցկացնեն Հայաստանում։ Հարգելիներս, դուք էլ կարող եք կիսվել ձեր կարծիքով մեկնաբանություններ բաժնում, ասեմ այս նյութը եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ոչ սատարում է իշխանությանը, ոչ էլ փնովում նրանց աշխատանքը, սա փաստերի հավաքագրված կերպարն է մեր կողմից ներկայացված։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը հաստատել է 91 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական ծավալուն փաթեթ քվեարկությամբ 312 կողմ 112 դեմ։ Փաթեթը 8 միլիարդ դոլարով ավելին է, քան նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած նախնական պահանջը։ 2026 թվականի պաշտպանության ազգային ակտը ներառում է մի շարք կարևոր կետեր՝ զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից մինչև խոշոր ռազմական ծրագրերի ֆինանսավորում։ Օրինագիծը նախատեսում է 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն Ուկրաինային առաջիկա 2 տարիների ընթացքում, ինչպես նաև զգալի աջակցություն Իսրայելին, ներառյալ զենքի էմբարգոների վերանայման գործընթացը եւ Միացյալ Նահանգների պարտավորությունները երկրի անվտանգության ապահովման հարցում։ Փաթեթը կրճատում է այն ծրագիրը,
որոնք նախկինում քննադատվել էին Թրամփի կողմից ներառյալ բազմազանության, հավասարության եւ ընդգրկման դասընթացները։ Օրինագիծը համադրված տարբերակ է Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ավելի վաղ ընդունած նախագծերի, որոնք վերահսկվում են Հանրապետական կուսակցության կողմից։ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի դեմոկրատական առաջնորդ Ադամ Սմիթը նշել է, որ օրինագիծը կարևոր քայլ է դեպի կոնգրեսի վերահսկողականը, դեպի վերականգնումը, ընդգծելով թափանցիկության եւ հաշվետվողականության անհրաժեշտությունը նախագահի եւ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օրինագիծը կհաստատի Սպիտակ տուն հասնելուն պես, քանի որ այն դեռևս պետք է ստանա Սենատի հավանությունը։ Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը այսօր կոնգրեսում սուր քննադատությունների ներքո պաշտպանել է Թրամփի վարչակազմի խիստ ներգաղթի քաղաքականությունը, ներգաղթյալներին ներկայացնելով որպես ազգային հիմնական սպառնալիք, որը ըստ նրա արդարացնում է զանգվածային ձերբակալություններն ու արտաքսումները։ Դեմոկրատ օրենսդիրները նրան անվանել են կեղծարար եւ մի քանի անգամ պահանջել նրա հրաժարականը։ Քարտուղարի ելույթը ընդհատվել է նաեւ ցուցարարների կողմից, որոնք բղավում էին դադարեցրեք այս արշավները եւ ավարտեք արտաքսումները։ Չնայած ճնշումներին, Նոեմը պնդել է, որ չի նահանջելու։ Լսումները նվիրված համաշխարհային սպառնալիքներին արագ վերածվել են հակադրության, հիմնականում կենտրոնանալով ներգաղթի թեմայի վրա։ Նախորդ տարիներին այս ֆորումը ավելի շատ անդրադառնում էր կիբերանվտանգությանը, ահաբեկչությանը, Չինաստանին եւ սահմանային իրավիճակին։ Հանձնաժողովի ավագ դեմոկրատ Բենի Թոմսոնը Նոեմին մեղադրել է հարկատուների միջոցների զանգվածային մսխման մեջ, հայտարարելով. Ես կոչ եմ անում ձեզ հրաժարական տալ, այդպիսով դուք իսկական ծառայություն կմատուցեք երկրին։ Դեմոկրատներն ընդգծել են նաև այն դեպքերը, երբ այսի գործողությունների ժամանակ ձերբակալվել են Ամերիկայի քաղաքացիներ կամ բաժանվել են ընտանիքներ, որոնց անդամները չէին կատարել որևէ իրավախախտում։ Հակառակ, հանրապետականները ողջունել են Նոեմի գործունեությունը, նրան հորդորելով շարունակել կոշտ քաղաքականությունը։ Նոեմը մի քանի անգամ ընդհատել է դեմոկրատ օրենսդիրներին, ինչը լրացուցիչ լարվածություն է բերել մթնոլորտում։ Նրա ընտանիքի անդամները ներառյալ մի քանի ամսական թորնուին կային լսումներին։ Նա վաղաժամ է հեռացել լսումներից, հայտարարելով, թե շտապում է ՖԵՄԱ-ի խորհրդին մասնակցելու, սակայն հանդիպումը հետագայում չեղարկվել է։ Անվտանգության նախարարությունը լուրջ վերահսկողության ներքո է, քանի որ այս համար կոնգրեսը հաստատեց շուրջ 165 միլիարդ դոլարի ֆինանսավորում վարչակազմի զանգվածային արտաքսումների օրակարգը իրականացնելու համար։ Այդ փաթեթը ներառում է նաև 10,000 նոր արտաքսման սպաներ, Մեքսիկայի սահմանային պատի կառուցում եւ ընդլայնված կամ նոր կալանավայրեր։ Սենատն այսօր մերժել է առողջապահական ծախսերի նվազեցման ուղղված երկու տարբեր օրինագծեր, չկարողանալով հասնել երկուսակցական համաձայնության Օբամաքերի վարկային արտոնությունների երկարաձգման հարցում։ Այդ արտոնություններից այսօր օգտվում է շուրջ 22 միլիոն ամերիկացի։ Չնայած ձայները չեն բավարարել, մի շարք սենատորներ զգուշավոր լավատեսություն են հայտնել։ Արտոնությունների երկարաձգմանը կողմ են քվեարկել 4 հանրապետական։ Հանրապետական սենատորների մի մասը պատրաստակամություն է հայտնում քննարկելու կարճաժամկետ երկարաձգում, բայց միայն համակարգում խաբեության դեմ վերահսկողության խստացման եւ եկամտային սահմանափակումների ներմուծման պայմանով։ Նույնիսկ Սենատի հանրապետական առաջնորդ Ջոն Թյունը չի բացառել, որ կարող են գտնել ընդհանրացված լուծում։ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոց է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի 3 զարմիկների՝ Ֆրանկի Ֆլորեսի, Կարլոս Ֆլորեսի եւ Էֆրային Կամպոյի նկատմամբ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ պանամացի գործարար Ռամոն Կարետերո, Նապոլիտանոն, ինչպես նաեւ 6 ընկերություն եւ 6 նավ, որոնք ըստ Վաշինգտոնի տեղափոխել են վենեսուելական նավթ շրջանցելով սահմանափակումները։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը արգելում է նրանց հասանելիությունը Միացյալ Նահանգներում գտնվող ցանկացած ակտիվի եւ արգելում է ամերիկյան կազմակերպություններին նրանց հետ ցանկացած համագործակցություն։ Այս զարգացումը հաջորդել է նախագահ Թրամփի հայտարարությանը, ըստ որի Միացյալ Նահանգները օրեր առաջ Վենեսուելայի ափերի մոտ կանգնեցրել եւ գրավել է նավթատար մեծ տանկեր։ Դե ինչ, այսօրվա համար այսքանն էինք առանձնացրել։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը, առողջ եղեք։